Ինչ էլ սիրուն տոնացարը մտահղացում է մարդկանց անսովոր տոնացարը բայց սիրուն է որտեղ նոր տարվա դեկորացիաներ եմ տեսում կանգնում մի հատ ուսումնասիրում եմ խանութը փակ է պատուհանից այս կողմ եմ նայում Ես եկեղեցու զանգերն են Այստեղի ձմեռ պապիկը գիրք է կարդում գրագետ ձմեռ պապիկը Օճառների խանութ է, օճառի հոտն են գովազդում, ինչ է սիրում է։ Հազարումի ձեռքի սարքած օճառներ են։ Սիրում են ես բաճկոնները, կանաչ գլխարկներն էլ հետը, գլխարկները զեղչել են 3 եվրո։ Նայենք հələ նոր բաճկոններ չեն կախել։ Հետաքրքիր է, որ մարդիկ հիմա գարնան մասին չեն մտածում, հիմա առնում են մենակ ձմեռվանը։ Ժիլետներ ու զեղչված են սրանք։ Կարճին ուղղակի սիրուն են չէ շալվարներն ու ժիլետները մարդն իհար չլինի որ այդպես բաներ հագնի այստեղ տարբեր սվիտերներ ուղղակի մատերիալները շատ են էլի արհեստական սինթետիկ այդ լավ չի Հիմա սրանք արդեն էլի մոդա են այս քարերով, բաներով, բայց ինձ հələ դուրս չի գալիս նախկինում սիրում էի, քանի տարի առաջ, երևի 30 տարի առաջ, այդպես չգիտեմ, երբ էր մոդա, ով կհիշի։ Սրանք զեղչվել են 10 եվրո, բայց սիրուն չեն։ Այստեղ տեսնենք ինչեր են, սվիտերներ տարբեր տեսակի, պրիվետ։ Այստեղ գնանք տեսնենք, գոլեգաներս աշխատում են, իսկ ես այստեղ իմ համար, այսինքն ինչ համար, ես էլ եմ սկսելու եսա։ Այս ժակետները սիրուն են, բայց սրանք մի անգամից կքոլկոտվեն, արդեն այսպես էլ ոնց որ քոլկոտված լինի։ Այս մեր աղջիկներն են։ Հալո, հայտնվեցիք իմ կադրի մեջ աղջիկներ ջան։ Ժաննան ու Ինեսան։ Այս փայլունները վերջ ժողովուրդ ջան, գնացի աշխատելու։
Մեր հերթը մինչև էստեղ ածկված։ Սինտ Պիտերսի տոնածառն է, սիրուն բոյով տոնածառը։ Ինչքան շատ հեծանիվներ կան այստեղ էս Սինտ Պիտերսի կայարանում։ Նայեք։ Դե գնացի աշուտ։ Հաջող։ Բարի սիրելի բարեկամներ։ Կայարան եկա իջա, գործի պետքա գնամ։ Աշոտը իջացրեց, ինքը գնալու է իր գործերով։ Անպամած է, բայց անձրև ոնց որ չի գալու։ Հենց իջնում եմ այստեղ, մի հատ կանգնում նայում եմ, տեսնեմ ոնց անցավ ենքան տեղը։ Ահա, բարեհաջող անցավ, հետո նոր հանգիստ գնում եմ։ Բարեհաջող գնաց։ Կապվում ենք, չէ, իրար հետ։ Մի ամբողջ կյանք իրար հետ ապրում ենք ու կապվում ենք, առանց իրար չենք պատկերացնում, անկախ ամեն ինչի, չէ, կարող է վիճենք էլ, չնայած հիմա շատ քիչ ենք վիճում, ընդհանրապես վեճերն էլ միշտ լինում են ուրիշների պատճառով։ Ես զգացել եմ ամբողջ կյանքում վեճերը միշտ ուրիշների պատճառով են լինում։ Այդպես ու սովորում ենք իրար։ Ամբողջ կյանք մարդիկ իրար հետ ապրում են, քանի տասնամյակ իրար հետ ապրում են, ոնց չսովորեն։ Ինչևէ, ժողովուրդ ջան, հիմա այսօր օրը չորեքշաբթի է, երեկ չկարողացա վլոգ դնեմ, ասեցի հիմա իմ հավատարիմ բաժանորդները կասեն էսուրա չկա, նայում են վիդեո չկա։ Չեմ հասցնում նկարեմ դրա համար։ Հիմա այսօր էլ շատ ծանրաբեռնված առավոտ ունեինք, որովհետև առավոտ 8:25 պետքա գնայինք մի հատ հանդիպում ունեինք Աշոտի հետ, առավոտ շուտ արթնացել եմ այսօր։ Շուտ 7:15։ Վերջը ինքան լավ կազմակերպեցի, հասցրի ամեն ինչ, իրիկունն էլ ամեն ինչ նախապատրաստել էի, այս ճաշը հասցրի եփեմ։ Շատ համով ճաշ էր եղել, էդ էլ հասցրի արեցի։ Այս ճաշը հավի թևիկներ են, սոխառած արեցի, տոմատ, կարմիր պղպեղի մածուկ, ինչ էլ կարտուշկա ու հավի թևիկները, մեկ էլ սխտոր, մի քիչ էլ գազար եմ լցրել ու կարմիր չէ, դեղին պղպեղ ունեի քաղցր։ Ձեզ էլ հուշեմ գաղափար տամ, թե ինչ կարելի է պատրաստել։ Վերջը գնացինք մեր հանդիպմանը, ամեն ինչ նորմալ էր, բարեհաջող էր։ Ու եկանք արագ ճաշը եփեցի, ամանները իմ ետևից հավաքեցի, լվացի կամ ոնց որ դուք եք ասում, ու հիմա էլ գործի եմ գնում։ Գնացքը գալու է։ Այսօր հաստատ շատ մարդ կգա խանութ, չորեքշաբթի է, շուտ կվերջացնեն ու կգան, երեխեքի դպրոցները շուտ վերջացնեն ու կգան։ Այսօր սպասվում է, որ շատ կլինեն, երեկ էլ շատ մարդ կար։ Այս Սուրբ Ծնունդից առաջ արդեն ամեն օր էլ շատ են գալիս։ Այ, մի քիչ նստեմ այստեղ, սառնա։ Կադրեր էի նայում, որ հեծանվորդները, այս երեխեք էին երևի ջահել, հեծանիվներին նստած, համ հեծանիվ են քշում, համ էլ հեռախոսների մեջ։ Իրոք նայում են հեռախոսին, դիմաց չեն նայում։ Տուգանք էին բան արել, չգիտեմ նախկինում եղել է, թե քիչ է եղել, հիմա 175 եվրո, եթե հեծանվի վրա հեռախոսների մեջ լինեն, հեռախոսը ձեռքերը լինի։ Այդպես այնքան շատ փորձանքներ են լինում, որ ջահել են էլի չեն մտածում, հետո ցույց էր տալիս, այսինքն հարցում էր անում, դպրոցական բարձր տարիքի երեխեք էին, հարցնում էր հաղորդավարը, ինչքան գրպանի փող եք ստանում ծնողներից, այնտեղ մի տղա ասեց,
շաբաթական 15 եվրո, այն մեկը ասեց, ես շատ եմ ստանում, բայց չասեց թիվը, այնտեղ մի աղջիկ կար, ասում էր, հա ինձ տալիս են, թիվը չասեց, բայց բան եմ անում, հավաքում եմ, ասում այդ փողը, որ ինձ տուն առնեմ։ Այնտեղ մեկ ուրիշն ասում էր, հա տալիս են ուտելու խմելու վրա եմ ծախսում ու իմ համար շորմոր եմ առնում։ Ասում եմ հենց այդ տարիքից երեխեքի մեջ արդեն բան սերմանվում է փողի հետ վարվել է, էլի տնտեսելը։ Այստեղ արդեն 16 տարեկանից կարան աշխատեն երեխեքը օրենքով ու աշխատում են, այդ իմ հետ որ աշխատում են, չէ, այդ ուսանողները այնքան դուրս գալիս է, որ մոտիվացված ասում են երեքից մի տղա էր, թուրք տղա էր, ասում եմ կիրակի օր աշխատել ես, ասում է ուզում էի աշխատեի, ասեցին տեղ չկա, էլ պետք չի էլի աշխատող, ասում է ուզում էի մի քիչ ավելի շատ ոնց որ փաստակի էլի, մի քիչ ավելի շատ փող աշխատեի, այնքան դուրս գալիս է, որ նայում եմ այդ ուսանողներին, որ սենց հիմիկվանց գիտեն ինչ են ուզում ու փողի հետ վարվելու ձևը գիտեն, շատ կարևոր է այդ ու հատկապես այն որ խնայում են, էլի դա ինձ շատ դուր գալիս, որ ոչ թե ձեռի ընկածը ծախսում են, այլ դրանից ինչքան է լինի, էլի խնայում են։ Իրականում մի քիչ դժվար է, չէ, որ փողը, թե ասենք այդ տարիքի, թե ընդհանրապես փողը որ գալիս է, ասենք մի անգամից չի երկնքից ընկնում։ Եղած փողը պետք է խնայվի։ Եթե այդպես չխնայվի, ասենք օրինակ աշխատում ենք, եթե աշխատավարձից չխնայվի, այդ որտեղից պետք է այդպես կլոր գումար կանգնի ձեռքերս։ Դրա համար խնայելը միշտ ճիշտ է։ Գնացքը հաղորդեց իմ գնացքը, դե գիտեք արդեն ինչով որ գնալու եմ։ Մեր բանի մեջ, այդ մենտալիտետի մեջ մի քիչ այդ խնայելը, այդ հիմա չգիտեմ, բայց իրոք մի քիչ ինչ որ ձեռքերը ընկնում էր, ծախսում էին, բայց հուսամ որ հիմա ավելի շատ են էլի, իրանք աշխատանքը գնահատում, հա չէ, ես են կողմից բեռնատար գնաց կա, որովհետև աշխատում ես, դե ծախսելը հեշտ է, չէ, շատ այնքան արագ կծախսես փողը, աշխատելն է դժվար, այն որ գնում ես, ասենք մի ժամ աշխատում ես, որ ինչ-որ որոշակի գումար ստանաս, մի րոպեում այդ փողը կարաս դուրս տաս, դրա համար միշտ էլ խնայելը ճիշտ է, որպեսի կլորի գումար ունենաս, պետք է քիչ խնայես, մի անգամից հաստատ չես կարա փող չի լինի երկնքից, որ փոքրին գիտենք, ինքնաթիռը կարող է ասնի ու փող գցի վերևից, մենք էլ բռնենք։ Լավ, գնամ բարձրանամ գնացք ժողովրդյան։ Իդեպ դրսում 8 աստիճան է, գնացքի մեջ տաք է, գնացքի մեջ մենակ շարֆս եմ հանում, ես վերարկուս չեմ հանում։ Այդ է ժողովրդյան հոգի կանստած, երևի հիմա չշարունակեմ, երևի թե ընթացքում կմիանամ։ Բարեհաջող հասակ են ժողովուրդը։ Հունվարից խստացնելու են, որ մարդիկ հիվանդության ինչա կոչվում հիվանդության պատճառով, որ մարդիկ հիվանդության պատճառով տունը չմնան, աշխատեն։ Այսինքն եթե երկար ժամանակ հիվանդության բանով, դե ծանոթ բժիշկներով էլ են վերցնում, այդպես կարող ամիսներով գործի չգան։ Ու դրա համար ստանում են էլի այդ ապահովագրությունը, դրա համար պետքա վճարի։ Հիմա դա խստացնում են, որ մարդիկ չհիվանդանան, աշխատեն, որ բոլորն աշխատեն, որտեղ իրոք հազարներով, միլիոններով նստած են դրա վրա, իբր հիվանդեն կամ հիվանդեն չգիտեմ։ Այսինքն թաց ու չոր խառնվում է իրար։
Բայ 12 րոպե կա այստեղ տրամվային։ Կարող է գնամ էլ մյուս կողմ։ Գնամ մյուս կողմ։ Այսպիսի տրամվայը պետքա 12 րոպեից գնա, այսինքն գա։ Երևի նոր է գնացել, նախորդը չգիտեմ։ Հիմա գնամ այն մյուսը, տեսեմ երբ է գալու։ Տեսես տրամվայը արդեն հասնում է Գանգարին։ Վազելով հասա, բարորդը լավներ սպասեց։ Աստծրի նստեցի սեն շունչս կտրելով։ Պետք է հասնեմ տեղատունել մտնեմ, ասեցի, բազե որ ժամանակ ունենամ, մտնեմ հաշուտի համար տեղ պետք է արնեմ։ Տրամվայի կանոններն են փակցրած էստեղ։ Հատել եմ տեղատուն, սպասում եմ իմ հերթին, մի շատախոս կինա, այնտեղ սպաղեցնում է աշխատողին։ Գործից մնում է 20 րոպե, մի տեղատունը մտա, երկու տեղ պետք է վերցնեի, մի հատը ուներ, մյուսը չուներ։ Այդ վերցրել եմ, արագ եկել եմ այն մյուս տեղատունն եմ մտել, այն մյուսն էլ այնտեղից եմ վերցրել ու հիմա արդեն համարյա թե հասնում եմ խանութ։ Երևի հիմա ձեզ արդեն հրաժեշտ տամ, ժողովուրդ ջան, ասեցի կարճ մի հատ վլոգ դնեմ, որ չասեք ես ուրախորել, լավ մնացեք, հավանեք, մի հատ լայք դրեք, մի հատ ինչ-որ բան գրեք, որ անտեղի չլինի մեզքան աշխատանքն ու ստրեսն ու վազքը, կհանդիպենք հաջորդ վլոգում, լավ մնացեք իմ սիրելի բարեկամներ, հաջողություն։